բոլոր տիկնազորներին պետք է ստուգեն, որտեղ ես չգիտեմ ցանկացած մարդու տիկնազորը ինչով է զբաղվում։ Ընդհանրապես այդ տենց մի հատ քննարկում եղել է, որ տիկնազորները սոցիալական անհավասարության տենց կարծիք են ստեղծում կամ այդպիսի տպավորություն են թողնում։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը լինի բոլորի համար հավասար։ Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորերով քաղաքում պատտվել է քաղաքից դուրս, դա այդքան ընկալելի չի եւ տուրիստական հատվածի համար եւ քաղաքացիների համար, այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն, նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն։ Զենքը ինչ է փնտրում, եթե չեմ։ Նայեք բանը, ես ներողություն եմ խնդրում ձեզ մի բան ասեմ, ես չգիտեմ ինչ էին փնտրում, այդ իրանց արդեն մտքերն է, որ ասել են կամ չգիտեմ ինչ, զենք փնտրել ինչ է նշանակում։ Զենքը պետք է օպերատիվ տվյալներով իմանա նոր փնտրի, եթե փնտրելու բան չկա, չեն փնտրում, դա էլ թող հասկանան, որ զենք փնտրելով չի, այլ զենքը պետք է իմանան կա, հատուկ գործիքներ կա, որով կարան իմանան, բայց դա երևի ուղղակի, այդպես ասած, օպերատիվ իրենց միտքներ, կարծիքներ, որը որ տվել են ոստիկանությունը իրավունք ունի ցանկացած բան ասի, ելնելով իր օպերատիվ գործողություն։ Ես ունեմ, բայց ես ուղղակի նոր է, գետին չեն տապալել, նախ առաջին այդ գետին տապալելը դարձել եք ձեր համար օգտագործման կներեք բանի առումով, տենց բան չեղե հրավիրել են պարզաբանումներ են արել, որի համար ես ողջունում եմ դա, նման գործելավոճը ոնց որ իրանք են գործել, նորմալ նախապես զգուշացվել էր, նախապես եղել էր, այդ ուղղակի Հայաստանում չի եղել այդպես։ Իսկ որտեղ եք։ Ինձ համար հանգստանում եմ ցանկացած տեղում, ցանկացած վայրում, այդ բաները վերջ տվեք ես։ Լսեք, մամուլը հրապարակում չի, ես այդ տիկնոջը հիշում եմ, իմ անվտանգության ընկերը ասեց, այս Հայկինը նկարում, ասի նկարում, թող նկարի, հիմա որ ինքը իրան թույլ է տալիս նկարումը։ Իսկ այդ երկրում մարդկանց անձնական կյանքը նկարելու հետ կապված բավականին ինչ անգամ հոդված գոյություն ունի։ Հիմա ես պետք է ասեի, չէ, այդ Հայկինը նկարում, թող նկարի։ Ինչ է նկարում։ Նախ առաջինը դա այդ առաջինը որ նկարել է, դա կազինոյի հետ կապ չունի։ Կազինոյի շենքն է, կազինոն ձախ կողմն է, սա աջ կողմն է։ Տարբեր սրահներ կա, ռեստորան կա, ամեն ինչ կա, խանութներ կա, ասում կազինո։ Լսեք, ես որ ուզենամ կազինո գնամ, որ ձեզ եմ նայել, ոչ էլ այդ նկարողին, իմ գումարնա ինչ ուզենամ կարամ անեմ, եթե ուզում են հայմատություն անեն, ես միշտ ասել եմ կազինո գնացող խաղացողը պետք է պետական փողը չտանի խաղա, իսկ մասնավոր մարդը ինչ ուզում է թող անի, ուզում է թող տանի փողը ինչ ուզում է անի, հեսա, հասկացանք իրար, հա ասեք։ Տիկնազորի հետ ես ես բացատրեցի, չէ, ես նայեք ինչ եմ ասում էլի, հնարավոր է որ դրա կարիքը լինի տարբեր օպերատիվ նորից տվյալներից ելնելով, հա, բայց որ դա պետքա կամանց էս 30 տարվա մեջ ինքը որոշակի պետքա փոփոխության ենթարկվեր, իհարկե դա այդպես է։ Ես էլ ասում եմ այդ սոցիալական հա հասկացանք, հիմա կարող է հնարավորություն ունեմ կարամ 6 մեքենայով ման գամ, բայց դա էլ պետքա քեզ թույլ չտաս, պետքա միջավայրն էլ դու մի քիչ այլ ձևով գնահատես, իհարկե ինձ պետք է իմ անվտանգության տղաները ինձ կուղեկցեն, բայց կուղեկցեն այդ կարգի ճնշման բաներ պետքա չլինի, ես էլ եմ համաձայն։ Առաջի անգամ ինձ հարցը 3 ամիս առաջ տվել են, ասում եմ ես այդտեղ խնդիր տեսնում եմ սոցիալական, հետո պետքա լուծում գտնվեր, թե ոնց անեին, ասին օրենքը, ասին պահնորդական, պահնորդական չի, այդպես կիսատ էր մնացել։ Զենքի հետ կապված ճշտել եք ինչ։ Լսեք, այդպես բան գոյություն չունի, ես կարծում եմ դա օպերատիվ չէ, օպերատիվ բան է, միտք ա եղել, որը որ ասել են, հիմա դուք լրագրող եք, հասկանում եմ, այդպես սուր ա եղել, որ ասել են ապօրինի զենքի բաժին կա, ապօրինի զենքի միտք կա, բայց այդ չի նշանակում, որ ապօրինի զենք էլ կա։